Ողջույն սիրելիներս, ուզեցի ձեզ հետ միասին վլոգը սկսենք մի հետաքրքիր ամառային թեթև աղցամ եւ ինչու՞ չէ նաեւ իրեն կարելի է համարել սոուս տարատեսակ մսեղենի եւ այլնի հետ։ Վերջերս եմ լսել այս աղցանի մասին, ավելի ճիշտ Արտաշեսի դասարանով երբ գնացել ենք էքսկուրսիա, այնտեղ մատուցվեց այս աղցանը, հետո մեր մամաներից մեկի հետ խոսեցի, ինքը ասաց, որ շատ է հավանում, ամեն այդպես մսային բաների հետ ինքը լավ համադրվում է եւ ես որոշեցի, որ պատրաստեմ։ Ճիշտն ասած, ոչ բոլոր բաղադրիչներն են լինելու այնպես ինչպես այդտեղ էր, դե ես չեմ լինի, եթե որոշակի էքսպերիմենտներ չանեմ, բայց ընդհանուր առմամբ կարծում եմ, որ համեղ կստացվի։ Այստեղ երկու վարունգ եմ վերցրել, որովհետև չգիտեմ ինչքանով կսիրեն մերոնք այս աղցանը, ինչքանով իրենց դուր կգա, առաջին անգամ կսարքեմ, եթե զգամ, որ այսպես ասած հայտնիություն է վայելում մեր ընտանիքում, ապա հետո ավելի մեծ քանակությամբ կսարքեմ։ Այստեղ կարևոր է վարունգը կտրատել շատ բարակ, կարելի է նաև քերել, բայց ես մտածեցի, որ այսպես կտրատած ավելի լավ կլինի, քան քերած։ Կկտրատենք մանր-մանր։ Ահա։ Ինչպես տեսնում եք, ես հասել եմ կանաչում, այստեղ լավ կլիներ սամիտ կարծում եմ, խորենին խնդրել էի խառը կանաչի բերել, բայց ինքը բերել էր համեմ, միգուցե համեմն է լավը եղել կամ մոռացել է, չի ֆիքսել ասածս, բայց ոչինչ, մենք կանենք համեմով, կարևորը փորձենք հնարավորինս մանր կտրատել, դրսում քաոտիկ աղմուկ է, ինչպես լսում եք, բայց դա մեզ չի խանգարի վստահ եմ։ Տղաների շուտով պիտի պարկասնեմ քնելու, բայց ուզեցի սա սարքեմ, նոր գնամ քնելու, հետո ավելի ուշ կսարքեմ կոտլետ եւ լոլիկով ձվածեղ պիտի նաեւ սարքեմ, վաղվա մենյուն այսպիսին է։ Նայեք, ես չունեմ սխտոր ճզմիչ, ես ունեմ սխտորի փոքրիկ քերիչ եւ արդեն կա մյուս տարբերակը ձեռքով, բայց երևի թե մենք կանենք քերիչով տարբերակը, որպեսզի խոշոր գնդեր չընկնեն ատամի տակ, այդպես տհաճ կլինի։ Եթե զգամ, որ քիչ է սխտորն, անպայման կավելացնեմ։ Ավելի մանր կողմ չունի ոնց որ թե այսպես ոչինչ, կարևորը բարակ է, դաժե եթե երկարուկ է, գոնե թե բարակ է, հա։ Սրանով շատ հարմար է նաև սպագետի վրա պանիր քերել, երեխեքին փոքրիկ պորցիայով պանիր քերելու համար եւս հարմար տարբերակ է։ Տեսեք, ինքը այսպես երկարուկ է թվում, բայց երբ իրեն վերցնում ես, ինքը մանր է։ Կարծում եմ այսքան սխտորը բավական է, շատ էլ չեմ ուզում իդեպ մատխաշ սխտոր վերցնելը, այս դեպքում ավելի ճիշտ կլինի, որ ծանրամարս չլինի մեր աղցանը, վсё-таки ամառային սառը աղցան է։ Տվացի ձեռքերս եւ արդեն վերցնենք մեր աղցանամանը եւ դատարկենք այս ամենը իր մեջ, ինքը դառնում է սոուսի պես, եթե հատկապես քերեինք վարունգը, լրիվ սոուս կդառնար, բայց այստեղ կարելի է իմպրովիզներ անել, առանց վարունգի ինչ-որ ուրիշ բաղադրիչներով, ես սիրում եմ իմպրովիզներ անել, так что ամեն անգամ կարելի է մի ձևով փորձել։ Վերցնում ենք արդեն բոլորիս կողմից միկրոֆոնով եմ խոսում, կարող ենք ասում ռանել, սպասված քամած մածունը մի քիչ երեխաներին տվել եմ, դեռ մի բան կայլ ունեմ, եթե չհերիքի երկրորդ բանը չկան կբերեմ, խնդիր չի, եւ իհարկե ավելացնում ենք շատ պինդա, ու այդ լավ է, որ վարունգը տեղից ջուր է դուրս տալիս, մի հատ էլ մածունը, որ ջրիկ լինի, вообще կարող է լավ չստացվել։ Իսկ ինչ աղմուկ է այս ժամին մեր փողոցում, ժողովուրդ։ Հա, իդեպ մեզ պետք է նաև աղ, այստեղ աղ ունենք, եկեք աղել ավելացնենք։ Սկզբի համար այսքան ավելացնեմ, եթե զգամ պետք է, էլի կավելացնենք։
Այսպես փորձենք իրեն խառնել եւ ստանալ մեկ ընդհանուր զանգված։ Մամային չենք խանգարում, բալիկներ, մինչև ես չպատրաստեմ այս աղցանը։ Ես հիմա տворческий process-ի մեջ եմ եւ չեմ ուզում շեղվել։ Իսկ հիմա կարելի է բերել երկրորդ քամած մածունը եւս։ Ինչ կասեք։ Այդպես ավելի համեղ կստացվի եւ թանձրուկի պես, հա, սոուսի պես կլինի։ Մի րոպե։ Քանի որ միկրոֆոնը ինձ վրա է, ես կարող եմ ինձ թույլ տալ ձեզնից հեռանալ եւ դուք իմ ձայնը կլսեք նույնքան մոտիկ, ինչպես որ ես լինեի հենց կամերայի տակ։ Բացենք երկրորդն էլ եւ ավելացնենք այստեղ։ Ավելի լավ է առատ լինի, քան այսպես կծի-մծի։ Այսպես։ Եվ տեսնենք, Արտաշե ջան, դուք քիչ-քիչ լվա ատամներդ, ես կգամ դավի ատամները կլվանք եւ կպարկենք քնելու ժամ 9:30-ը։ Մեր աղցանը պատրաստ է, ինքը նման է սուխոյա կրոշկայի, բայց իր յուրահատկությունն էլ է, որ ինքը ոչ թե սովորական մածնու է, այլ քամած եւ սխտորն էլ իր հերթին հրաշալի համային էֆեկտ է տալիս։ Հաջորդ անգամ ինքս ինձ համար որոշեցի, որ կփորձեմ քերել վարունգը, հետաքրքիր կլինի այդ տարբերակով եւս դիտարկել, մի անգամ գուցե լոլիկով փորձեմ սարքել, մի խոսքով իմպրովիզները կան ու կան։ Ես հիմա փորձեմ միասին գնահատենք 1-ից մինչև 10-ը, որպեսզի հասկանամ արժեքս խորհուրդ տալ, ստացվեց ինձ մոտ, թե այնուամենայնիվ ինչ-որ բան թերի էր։ Ես 10 բան անեմ։ Ապրես, ինքնուրույն տղաս, ատամի մածուկն է բացել, որ ատամները մաքրի, սպասեք ես գտալ է։ Հիմա եկեք հասկանանք։ Եղեք շատ համով է։ Ես կասեի հիասքանչ։ Միանշանակ խորհուրդ եմ տալիս եւ գնահատում եմ 10-ից 10։ Կակրաս կոտլետների հետ, մսային, հա, ինչ որ բանա կոտլետը հրաշալի կհամադրվի։ Դավի հետ նջասենյակում ենք, որոշեցի գարդիրոբիս մի երկու դարակա քանդվել է դասավորեմ, դե գիտեք ինչքան ապրում եմ, այդքան գարդիրոբ եմ ես դասավորում, դրանից պրծում չկա, собственно говоря, այս վերևի դարակը պիտի դասավորենք, որը խառնաշփոթի է ենթարկվել, տակի դարակը եկեք դեռ ցույց չտամ, որովհետև տակի դարակում վիճակն ավելի ահավոր է։ Մի հատ էս մեկից պրծնենք, նոր կանցնենք տակի դարակին։ Ինչ անեմ, ինչքան դասավորում ես, մի որոշ ժամանակ անց մի ամիս էլ չի անցել եւ ինչ դասավորել եմ, արդեն սա քանդվել է, խառնաշտորվել է, հիմա փորձենք կարգի բերել, կարծում եմ մեզ մոտ կստացվի։ Այս հատվածում միշտ sense բաներ է լինում, որովհետեւ այստեղ դնում եմ իմ սրիչը, նյարդայնացնում է ինձ, որ կեղտոտում է։ Այս թաց անձեռոցիկները, որ իվենթին էի ստացել, մի հատ կտաս ցույց տամ այդ անձեռոցիկը կյանքս։ Շատ եմ հավանել տարբեր պավեխնիսներ մաքրելու համար, ընտիրություն է, կարող է հետո պատվիրեմ նորը, խանութներում չեմ հանդիպում էլի, բայց պատվիրել կարելի է։ Մի րոպե արևս, մի հատ դուխի պետք չի փչել, բալես դուխիները սապսոսա, քո վրա փչեցիր, հասկացա, հիմա միշկայի վրա, մի հատ միշկա ունեմ, այդ միշկայի վրա ուզում փչի սա, այ զզվում եմ, որ սենց տարածվում է, փորձենք մաքրել։ Երեխեք վերևը կարգի բերեցի, այստեղ եւս միայն մի քանի քսվելիքներ կար, որ դուրս գրեցի, որոնք արդեն որերորդ անգամ պահում էի այն հույսով, որ կօգտագործեմ, եւ քսվելիքների տուփը, կիստեչկաները լվացել եմ, հիմա իրենք չորանում են, հետո արդեն կոսմետիկան կլցնեմ մեջը, կդնեմ տեղը։ Իսկ այս ներքևի քաոսը երևի կմնա հաջորդ անգամ պայուսակներից դարակը մշտապես քաոս է։ Միլիոն գործ եմ անում, միաժամանակ լվացքս փռեցի, այստեղ են ինչպես տեսնում եք արդեն լոլիկով ձվածեղն է պատրաստ, կարող եմ անջատել տակը։ Սեք որ ապիցիտին տեսք ունի, հատ սաղ տարածքը մի քիչ կարակ է թռել, բայց հիմա մենք տեղալակ կմաքրենք։
Խորենը խանութ էր գնացել ու բերել է շատ մեծ մոշ, կադրը չի փոխանցում, բայց իրականում շատ մեծ է։ Կիլոն 2.5 ա եղել, թե ինչ ա եղել։ Խորիկը ասեց վիտամիններ ա բերեցի, որ բան անենք։ Ասեցի լավ է արել, իհարկե մրգերի կիլոյի գինը սարսափացնում է ինձ, բայց դե ինչ անենք, ունենք էլ ինչ որ ունենք։ Սուրճ է դրել ինձ համար։ Այսօր մեր մոտ օրը Կիրակի է, հետևաբար ազատ օր է։ Կարող ես խոր կոֆես մի հատ գնես, բարձրացավ։ Դա մի հատ կտաս այդ նկարը ցույց տամ, Դավիթ դպրոցի գործերի համար խորիկը տարել էր։ Մի րոպե դու առանց մայկա չեմ ուզում կասկադեր, սպասի։ Նկարել էր այդ բանի վրա։ Ոնց է կոչվում այս ֆորմատը 2:4-ի, 4:2։ Հա, ոնց որ 3:4-ի, հա, այդ թղթերի համար այնքան մռութ ավելին։ Գցես չայի հետ խմես։ Դետակցելու տեղը։ Դից դրել են մագնիտիկի մեջ սառնաներ։ Լավ, էլի դեմքերը չեմ սիրում, դա որ անում ես։ Վայ։ Եմ որ մեկ-մեկ երեխեքին վտարում եմ կուխնյայից, ասում եմ թողեք ես իմ ամուսնու հետ 5 րոպե նստեմ տնաշեններ։ Որտեղ մենք այնտեղ իրանք։ Այս պատուհանները մաքրել էի, հիշում եք ասել եմ, որ հիմա տեսնեք մեր տան պատուհանների վիճակը։ Հա դավջան, մենք դա տեսանք։ Ոնց որ մի 6 ամիս մաքր, սաղ Դավի լղոզած ձեռքերը, լղոզած մռութը, մի հատ հիմա մեր կյանքում են էտապն է, որտեղ երկու աղբեր բացարձակ խոզ վիճակում են գտնվում, այսինքն հատկապես լավը, այն որ սենց փրթեմ թափեմ ավիրեմ տարիքում ա գտնում, դրա համար ուղեղս ճտ եմ արել, անջատել եմ, նախքին մաքրասերանային որ գիտեք, նա առայժմ մոտուսկի մեջ է, և ուղղակի փորձում եմ ուշադրություն չդարձնել։ Արաբլոգանք ընդունեցի, Դավիս այսօր ես եմ նկարչության տանում, հետևաբար պետքա մի քիչ ինձ կարգի բերեի, այս շոգորերին ամեն օր մազերս լվանում եմ։ Գիտեմ, որ այդքան լավ չի, բայց այնքան սենց շոկ ա լինում ու հատկապես եթե մի քիչ մարզվում եմ, մազերս ոնց ասեմ, գլխամաշկս, ոնց որ թարմ չզգամ։ Դրա համար ամեն օր մարզվելուց հետո անպայման մտնում լոգանք եմ ընդունում։ Ոչինչ չեմ անում, թվում եմ այսպես ինքը չորանա, շատ այս դիմացի հատվածների մի քանի բրյաջը տաֆտ եմ անում, որ ավելի սիրուն խոճուշ լինի ու վերջ։ Այս մասերը թվում եմ լրիվ ինքը իրանով չորանում է։ Մոտավորապես ժամկեսից ենք դուրս գալու, այնպես խորենի մոտ ակտիվ դասապրոցեսային օր է, դրա համար ինքը տանն է, բայց տանը չի, ես օրս կազմակերպում եմ առանց իրան ներգրավելու։ Հիմա ուզում եմ մի փոքր ընթերցանությամբ զբաղվել ու նոր չեմ ուզում ճիշտ ասած դիմահարդարվեմ դուրս գալուց, սենց էլ ուզում եմ դուրս գամ, որովհետև շատ շոկ է, իմաստը չեմ տեսնում, ճիշտ ասած այս շոկին տանանի կրեմ ճպացնեմ երեսիս ու տենց առանց շնչելու դեմքիս մաշկը քայլեմ։ Կարող է իհարկե մտափոխվել, բայց այս պահի դրությամբ այդպես են մտքերս։ Տեսնենք ինչպես կստացվի։ Դամի Դավիթ, Դավ ջան, ուրեմն մայթի ամենա ուզում ես ընկնես։ Ծերի այն ամենածերով, որ սես կես միլիմետր են կողմ ունգնի ներքև։ Մենք դուրս եկանք։ Գնում ենք մեր խմբակին, ինչպես արդեն ասեցի։ Բարևի բոլորին, համովիկս։ Ունդեմ մռութըտ։ Ասպոմ մամա գնանք ներսում լավ կլինի, հով կլինի։ Ճիշտ ես ասում, շատ հովա։ Դե բարձացի։ Դուր ինձ սումկատ։ Էդ ինչ սուր բան, երեկ էլ էիր ասում, հələ կնայեմ տա։ Մի հատ բերխտուղի բար, մայկա Սարոշկայիդ հետևը դզին, ապրես գլխարկն է թեքա դնում, ես ուղում եմ ինքը թեքում է։ Դև ես կեզ, գնա, վերցրել է մատիտների են տրուբիչկա ամանը ու բերանը սաղ այրան զեղում է արել են կազես կաշել է, կաշմար։ Հələ բերան էտ նկարեմ, լնայք։ Մի
հատ քամանչահար մարդ կար, եկել էր, մեր ժամը արդեն պրծել էր, բայց ինքը դեռ այդ նվագը չէր ավարտել։ Դավին ասեցի ականջին սպասենք ավարտին, նոր տգեղ եմ համարում։ Մեկ էլ որ ավարտեցինք, շնորհակալություն հայտնեցի, դուրս են գալիս։ Ասմա Դավիթ շատ լավ մամա ունես, ու էլ շատ լավ մարդ կդառնաս, ասմա ուրիշ մարդ լիներ կարող է կեսից գնալ, բայց դուք սպասեցիք ավարտեմ։ Այդտեղ եմ որ ամաչում ես համ, ամեն շատ հաճելի էր։ Ջան, ես այդ հարցերում առաջնորդվում եմ վարվիր այնպես, ինչպես կուզեիր, որ քո հետ վարվեն։ Գտնում եմ, որ իհարկե տգեղ կլիներ, որ պատկառելի տարիքում տարիների փորձով նվագող մարդը նվագում է, դու կեսից գնում ես, հա։ Կարն եմ այդ կրուգլի բաներից, այնտեղ սենց կրուգլի աշկա ձողիկների պես բան կա, աչքը մնացել մի երկու հատ կերամ դուրս եկան, ու ուզում եմ, որ առնեմ։ Դավը, որ մի բան ուզում է, չէ, հանգիստդ կկործնես այնքան կասի։ Դավը իրան առավ իրա սիրած այդ սպասած կուկուրուզիկները Արտաշեսին էլ են կարել։ Մի քանի բան եմ արել, ասեցի դες ցույց տամ, Արտաշես քոզածն եմ արել, նախ սև հարց եմ արել, վրան գրած էր, որ առանց որևէ հավելմա, անտիետիկ, լալա լիլա, овсянка։ Ուրա։ Արտաշեսը ինչքան ուրա овсянка եմ ուզում, պանիր եմ արել, овсянкայի վրա եմ դնում, քալչում եմ, մածուն եմ արել, հապտից, երկու տուփ եմ արել, մեծը չկար, դիպած այսպես առամ, կարմիր տղպեղ, խոջան, խոբարի տեր եմ դնում, անուն չեմ ուզում տամեմ, որ բան էլի, YouTube-ը չգիտեմ ոնց է վերաբերվում այդ կարտերին, դրա համար, հա, խտվասեր, կարակ, տեղ 40 դրամ կա, մեջ եմ կցեց, թրտնես վերցի։ 40? Այստեղ առել եմ կարտոֆիլ, լոլիկ, կանաչի, վարունգ, ծիրան, գիլաս, երեխեք ջան, այսքան մի բան։ Mən միատարակ տեղավորեմ, վաղը Blogger Awards մրցանակաբաշխությունն է։ Ես պատրաստվել եմ Blogger Awards-ին, հագնվել եմ, պճնվել եմ, կապնվել եմ, այս շորը, որ իջնում է, չէ, մի քիչ ինձ տկլոր եմ զգում, բայց իրականում այսպես ինքը անընդհատ ընկնում է, հուսամ, որ կհարմարվեմ դրա հետ, դու գիտեք, ես են ճոխ լուքեր, երևի ես իմ ամենաճոխ լուքն է ունեցածներից ու մի տեսակ ինձ անսովոր է, բայց հուսամ, որ կսովորեմ, կընտելանամ, այսպես ականջողեր եմ դրել ու այն բասանոշկաները պիտի հագնեմ, էդ էլ մի ուրիշ փորձություն է իմ համար, բայց դե բոլորը լինում են այսպիսի հագուստներով, չուզեցի սենց շատ տնավարի գնամ, հետո բոյձ-բոյ կփորձեմ ավելի ինչ-որ կադր ընտրեմ, նկարեմ, որ դուք էլ տեսնեք հագուստը, մազերս այնուամենայնիվ խուճուճացրել եմ, ու կարծում եմ ինձ ասում է խուճուճ մազեր, հատկապես շոքին ուղացնեմ, չուղացնեմ, մեկը խուճուճանում է, այնպես որ թող մնա այսպես։ Այստեղ մեզ ֆուրշետ է սպասում, դիսերտից մինչև ոչ դիսերտ, այսենց երկարությամբ։ Մենք արդեն ներսում ենք երեխեք ջան, այս տարի այլ ֆորմատով է, անցած տարի այստեղ նստած ենք ավելի սենց ընթրիք էինք անում եւ այլն, իսկ այնտեղ այս անգամ այնտեղ ֆուրշետ էր, իսկ ներսում մրցանակաբաշխությունը уղղակի այսպես նստելու ենք։ Գործընկերուհ է Մարիամ Մկրտչյան, ձեր բարձր ծափերի ներքո։ Շնորհակալություն, спасибо. И, конечно же, Ахман Аветисян. Շնորհակալություն։ Аплодисменты. Спасибо. Երեխեք, օրը մրցանակաբաշխությունը համարյա պրծնում էր, դուրս են գալիս, ես իմ անվանակարգում չեմ հաղթել, մեքենայի մեջ ենք ընկերուս ամուսնում, մեկ է տեսնեմ մեր բլոգեր աղջիկները զանգում են, վերցրել եմ հրախսը, ան խաղարկությանը դու ես հաղթել, Կիպրոսի տոմս ես հաղթել, ես շոկի մեջ եմ, այնտեղ տուրագենստվա էր խաղարկություն անում, պիտի ստորի անեինք բոլորս մի հատ, իրանց նշենք էջում ու իրենք ընտրել են, ու պատահականության սկզբունքով թե ոնց ես հաղթել եմ երեխեք, ես չեմ հավատում, շոկի մեջ եմ։